Շնորհակալություն, սկսեմ վերջից։ Ես սրան անդրադառնալու հնարավորություն ունեցել եմ բազմիցս։ Ես նշել եմ, որ այս հարցերը կարգավորելու են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում եւ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, սա կառավարության դիրքորոշումն է ըստ էության, որ ես ամբողջությամբ բնականաբար կիսում եմ եւ կարծում եմ սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, նախ բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական process-ների մեջ։ Սա ես բացառում եմ ամբողջությամբ։ Այն ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից, դա ըստ էության ոչ աշխատանքային օրը, ոչ քաղաքական միջոցառման մարդու ցանկության մասնակցությունն է։ Անկեղծ լինեմ, եթե ես սա խրախուսի, դուք պատկերացնում եք պաշտպանության նախարարը խրախուսի, որ զինված ուժերը ինչ-որ բանի մասնակցում են։ Այսինքն այդ ժամանակ դուք 1, 2, 3 հոգու կարձանագրեք, թե կա մի շահարկման մեջ, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի, կարծում եմ ճիշտ չի։ Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որևէ քաղաքական ակցիայի։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած ինստիտուտի կողմից ինչ-որ որոշումներ ընդունելուն, ես նախ նման ինստիտուտ չեմ ճանաչում եւ բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական կառավարությունից զատ որևէ այլ մարմին կարող է լինել ու գործել։ Ինչ որ մտածածին առ ոչինչ, գուցե վիրտուալ մարդիկ իրենց վիրտուալ որոշումներով լցնում են դաշտը, համացանցը, դուք էլ օգնում եք, որ դրանք տարածվեն։ Նախ կարծում եմ, որ Կարեն Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած տարբեր շրջանում զինծառայողներ վստահաբար կարող են ասել, որ Շաքարյանը մշտապես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը եւ արժանացել է կոչումների եւ շնորհների հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Եվ այսօր մարդիկ, ում չգիտեմ, ես օրինակ չեմ ճանաչում, եթե այստեղ կան մարդիկ, որ իրոք ճանաչում են ձեր կողմից վկայակոչած մարդկանց, այսօր փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեության, տասնյակ տարիների ծառայության արդյունքում ստացել են շնորհներ, կարծում եմ սա մեղմ ասած աբսուրդ է եւ քննարկման ենթակա չէ, ու Կարեն Շաքարյանը կարող եմ ասել այսօր էլ հանդիսանում է զինված ուժերի պատվախնդիր սպա եւ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, ինչի համար ես շնորհակալ եմ։